Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունվարի 11։ Եվ լինի, որ ես երկրի վրա ամպ բերելիս, աղեղը ամպի մեջ տեսնվի, Ծննդոց 9-րդ գլուխ 14-րդ խոսք։ Այժմ էլ ամպերը առատ են, սակայն մենք չենք վախենում, թե աշխարհը պիտի կործանվի ջրհեղեղով։ Մենք բավական հաճախ ենք տեսնում աղեղը, որպեսզի նման վախերը տեղ չունենան մեր սրտերում։ Այն ուխտը, որ Տերը կնքեց Նոյի հետ, անսասան է կանգնած, և դրա վերաբերյալ մենք ոչ մի կասկած չունենք։ Ուրեմն ինչու պիտի մտածենք, թե փորձությունների այն ամպերը, որոնք այժմ խավարեցնում են մեր երկինքը, պիտի ավարտվեն մեր կործանմամբ։ Ուրեմն եկեք վանենք այդ անհիմն ու Աստծուն անպատվաբեր վախերը։ Հավատքը միշտ նշմարում է ուխտի խոստման աղեղը այն պահին, երբ զգացմունքները տեսնում են միայն տառապանքի ամպերը։ Աստված ունի աղեղ, որով կարող էր արձակել իր կործանարար նետերը, բայց ահա նայեք, այն ուղղված է վերև։ Դա աղեղ է առանց նետի ու աղեղալարի, կախված իտես բոլորի, որպես զենք, որն այլևս չի ծառայում պատերազմին։ Դա բազմագույն աղեղ է, ուրախության և հաճության խորհրդանիշ, այլ ոչ թե կրկնակի կարմիր կամ զայրույթի սևացած աղեղ։ Ուրեմն քաջացեք։ Աստված երբեք այնպես չի մթնեցնում մեր երկինքը, որ իր ուխտը մնա առանց վկայության, և նույնիսկ եթե այդպես լիներ, մենք միևնույն է պիտի վստահեինք նրան, քանզի նա չի կարող փոխվել, սուտ խոսել կամ որևէ կերպ ձախողել իր խաղաղության ուխտը։ Մինչև ջրերը կրկին չհեղեղեն երկիրը, մենք պատճառ չունենք կասկածելու մեր Աստծուն։